Մեղադրանք է առաջադրվել, մեղադրանքը փորձեցինք հասկանալ ինչի վերաբերյալ է եւ ինչ-որ նախորդ մեղադրանքի նման նախորդի նկատի ունեմ ընտրությունների նախորդին, որ ընտրություններից հետո որ կար, այսինքն, որպես նախագահ կառավարության որոշակի որոշումներ վավերացնելու հետ կապված է, ավել դետալներ այս պահին չեմ կարող ասել, բայց ինքնին արձանագրել ենք մեղադրանքի ոչ թե հիմնավոր կամ ոչ հիմնավոր լինելը, այլ այն ինչ որ նկարագրված առաջին հանցագործություն չի, պարոն Քոչարյանի հետ որևէ առնչություն նկարագրված չի, ու հիմա համապատասխանաբար մենք սա գնահատում ենք 3 հնչեցված գործընթացներ, ու 3-ը երեկով չի ավարտվում, էլի դրան նախորդող, դրան ամբողջ գործընթացի շրջանակներում չեմ ուզում կապեմ բացառապես տենց 3 խոսացին ու մի օրում գնացին այս ամբողջը պլանավորեցին, ըստ էության թե դե հիմա դետալները ինչ ա եղել, ոնց ա եղել, դետալները ոնց ա եղել, ինչ ա եղել, ով ինչի ա արել, մեկ վարքյան, այս ավարտեմ էլի, ինչը, նորից, ախր խնդիրը հետևյալն է, ավելի հավանական, եթե տենց հավանականությունների դաշտ եք ուզում, ենթադրում եմ տեղյակ ա եղել, հայտարարել է իբր թե տենց դրանից հետո գործընթաց, կարող է ուղիղ առնչություն չուներ, կարող է առնչություն ուներ, ամեն դեպքում հետևյալն է, այս պահին ունենք ինչ-որ մեղադրանք, փաստաթուղթ ֆորմալ, որի հետ կապված բովանդակային խնդիրներ ենք տեսնում բազմաթիվ, այդ թվում նաև նկարագրվածի հանցագործություն լինել կամ չլինելու հետ կապված, հիմա մնացած բաները արդեն հետագա փուլերում ու ենթադրվում է, որ պետք է լինի, որովհետև ձերբակալվել է դատարան ներկայացնելու համար ռեժիմով, համապատասխանաբար այս պահին ավել, իրականում չունեմ ավել ինֆորմացիա, մոտ ժամանակ համապատասխանաբար արդեն ավելի դետալացված կներկայացնենք, մենք բոլոր գործերով ոչ մի բան չենք թաքցնում, ոչ մի բան ինչ-որ գաղտնի չի արվում, այսինքն ըստ անհրաժեշտության ուղղակի չեմ ուզում հիմա ինչ-որ բաների մասին խոսեմ, ավարտեմ միտքս, չեմ ուզում ինչ-որ բաների մասին խոսել, որի թուղթը չունեմ, հիմնավորումը չունեմ, ենթադրությունների մակարդակով ես ներողություն եմ խնդրում, ուղղակի քանի որ հիմա մեծածավալ, քննչական եւ այլ գործողություններ են գնում, ես համապատասխանաբար հիմա պետք է գնամ, բայց օրվա վերջում կամ ամենաուշը վաղվա ընթացքում կարծում եմ բրիֆինգ կկազմակերպենք, նախապես կտեղեկացնենք շտապ օգնության հետ կապված, քանի որ խոսքը գնում է անձի առողջական եւ անձնական գաղտնիքի մասին, չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ։ Կներեք, շնորհակալություն, կխոսենք։